ասա, ով քենի երկին Քրիստոսին իջսնե, ով կիշնի դժոխ, որ Քրիստոսին բերե, մոդ է, հավատքի խոսքը քո բերանում և քո սրդում, դու խոսեցիր ու բան եղավ, բայց մինչև խոսալը դու պետք է հավատաս, հավատացիր, ընդունեցիր, խոսեցիր ու ինքը կատարվավ, Մերկուրի գծա, իմ բալիգը գալիս է, դի խոսաս, Վեսել եմ որոշե ինչ կուզես, տղա կուզես, աղջիկ կուզես, բնավորությունը ինչ եղնի, ոչ տեսենք ինչ որ եղավ, սդից մդից, իսի ինչ է, սադանայի գլուխը ճախճախ է, ասպես տիանի, զորավոր տիանի, լավը տիանի, ու խոսա, պատմե, Աբրահամը սաղինքը պատմեր, ձեր տղապ տիոնան սաղսեն կտցրել է, 100 տարեկան է դարը, խելքը թրցրել է, Որտև չեղածը եղածի պես կկանչեր, որպեսզի գար, ես է արդարությունը, հրամարքս է, լսեք, հեռացեք անարդարությունից, այսինքն մի փորձեք ձեր ուժով ինչ-որ բան վաստակել, ով որ այս բանից կհեռու մնա, այսինքն ուժով վաստակելուց, այդ մարդը պատվավոր անոթ կդառնա, հասկանալի է, պետք չէ քո ուժով ինչ-որ բանի հասնես, մոդ է, այդ հավատքի խոսքը, քո բերանում է, քո սրդում է, խոսա ու ինքը կսկսե ակտիվանալ, ինքը կսկսե գործել երգիր կասնի, բայց այդ դուս եկած խոսքը ինքը չի ասնի, ինքը կատարեգը, այն ինչի համար, որ դուրս է եկել։ Իսկ եթե չխոսաս, աման չես, կարող է չեղնի, չելի են իշկան գուզե, ովսես աղոտ է։ Սեք, ես աղոտեցի, ես խոսեցի, որպեսի քո հավատքը ակտիվանա, մեգել է քո գործն է, պատմե, խոսա, մի վախեցի։ Խոսա ու ինքը կսկսե, խոսքը շատ կարևոր բան է, աստո խոսքը ինքը եկսարի սուր է, ինքը բաժանեգը, շնչավորն ու հոգևորը, որպեսի դու ճոգես որն է, եզի պետք։ Այսինքն աստո հիմքը ամուր կագնած է և ունի իրա կնիկը, աստված ճանաչեց իրեներին և թող ամեն մի աստուն սիրող մարդ հերանա անարդարությունից։ Մենք մտածենք անարդարություն, այսինքն մեկին շատ դա, մեկին քիչ դա, մեր մարդկային արդարությունը, դիք չէ։ Ամեն մարդ դառնա մարդկորեն գործողություններից, դիք է անարդարությունը։ Հասկանալի։ Դա համար կա եկեղեցու մեջ, աստոտա մեջ, տարբեր անոթներ, պատվավոր և անարգանքի։ Ով որ կհերանա այդ մարդկային գործոնից և տիրոջը կվստահի, այդ մարդը կդառնա պատվավոր անոթ։ Հայլուն կլինի իր կյանքը։ Ամեն։ Հիմա չվախենաս։